առաջին շուկաներից մեկը։ Կոնյակագործները հերթական անգամ Բողոքյանց են իրականացնում։ Դուք նախորդ շաբաթ ասել եք անձամբ կգնաք Վրաստան, խնդիրը հասկանալու ոնց հասկացաք չգնաք։ Չէ, տեսեք, ես ասել եմ հետևյալը, ես ասել եմ ազգային ժողովում, ասել եմ, որ նախ կարիքի պարագայում պլանավորվում է նաև հնարավոր եմ համարում նաև իմ այցը Վրաստան։ Եվ ուզում եմ նշել, որ մենք այսպես ասած շատ ակտիվ քննարկումների մեջ ենք։ Իմ այցի հնարավորության դուռը, այսպես ասած, դեռևս փակված չէ, բայց այս պայմանությամբ չունենք այնպիսի իրավիճակ, որ օրինակ իմ այցի պարագայում կարող ենք այսպես ասած իմ այցը կարող է շատ ավելի այնպիսի իրավիճակը փոխել, քան այն on-line Zoom, զանգով եւ այլն, որ կապի մեջ ենք, որովհետեւ մենք օրական պարբերական տրամաբանությամբ շփվում ենք։ Բայց ես ուզում եմ մի կարևոր բան այդ թեմայով ասեմ, շատ չեմ բացի փակագծերը, բայց ես ուզում եմ նշել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հիմա մշակում է աջակցության ծրագրեր մեր կոնյակագործների համար, որոնք պետք է ապահովեն սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին խաղողի անխափան մթերումները։ Այսինքն մթերում արտահանում տրամաբանության մեջ մենք մեր բոլոր կազմակերպություններին, որոնք որ ներգրաված են այդ գործընթացում, կաջակցենք, բայց պայմանը պետք է լինի, ես կրկնում եմ, խաղողի անխափան եւ պատշաճ որակի մթերման գործընթացի կազմակերպումը։ Սա կօգնի, ես կարծում եմ, որ խնդիրների լուծմանը կօգնի, մենք նաեւ վաղը կամ այսօր կնայեմ գրաֆիկս, ուրեմն հանդիպում ունենք մեր կոնյակագործների հետ, ես այս ընթացքում գիտեք մեկ անգամ հրապարակային եմ հանդիպել, բայց նաև ոչ հրապարակային էլ ենք պարբերաբար քննարկում տարբեր առանձին արտադրողների կամ արտադրողների խմբի հետ։ Մենք կա որոշակի, այսպես ասած, քննարկման արդյունքների ամփոփում վրացական կողմի հետ, կհանդիպենք նաև քննարկենք մեր գործընկերների հետ, բայց ես ուզում եմ նշել, որ այնուամենայնիվ մենք կառավարությունը մեր խաղող արտադրողներին, մեր գյուղացիներին, մեր ֆերմերներին եւ մեր բրենդի, կոնյակի, սպիրտ արտադրողներին եւ բրենդի կամ կոնյակ պատրաստի արտահանողներին միայնակ չի թողել եւ չի թողնի եւ մենք որոշակի աջակցության մեխանիզմներ կունենանք եւ դուք ապագայում դրանք մասին կտեսնեք։ Կապ ունի Իվանիշվիլի նախկին դաշնակցի Հայաստանով այդ փախուստով եւ կուզեի սա մեկնաբանեք, արդյոք դուք կապ տեսնում եք այս ստեղծված խնդիրների եւ այդ գործընթացի միջև եւ նաեւ փոթի մասով կան տեղեկություններ, որ ստողությունը այնտեղ եւս մեծացվել է, այդպիսի ահազանգեր արդյոք ստացել եք։ Ես չգիտեմ այդ պատմության մասին եւ չգիտեմ ով է ձեր ասած մարդը եւ ես տեղյակ չեմ այդ պատմության։ Ես որևէ տեղեկություն չունեմ այդ պատմության հետ։ Պարոն Պապյան, սեպտեմբերի 25 քաղաքացիական պայմանագրի համագումարն է սպասվում, պետք է վարչության կազմում հնարավոր է փոփոխություններ լինեն, ընտրական նոր ցուցակ է կազմվելու, եթե ճիշտ եմ հիշում նախորդներ, որ այսպես կեղծիքների հետ կապված մեծ աղմուկացածը, այս անգամ հետապնդություն չունեք, որ կարանուղը կողմի, ու կան արդյոք ինքնարաչացումներ արդյունից։ Նախ առաջինը սեպտեմբերի 20-ի ես խնդրում եմ ավարտեք համաժողովի հետ կապված նշեմ, որ ընտրական ցուցակ չի ձևավորվելու այդ համաժողովում։ Այդ համաժողովում նախատեսում ենք ընդունել նոր կանոնադրություն, նոր ծրագիր եւ իհարկե նոր վարչության ընտրություններ լինելու։ Վարչության առաջադրումների եւ ինքնառաջադրումների փուլը սկսված չէ, դա հունիսի 1-ից 15-ն է, որքան հիշում եմ, այդ հատվածում է տեղի ունենալու, բնականաբար հիմա չկան եւ չեն էլ կարող լինել առաջադրումներ եւ ինքնառաջադրումներ, իսկ քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության կազմը կփոխվի կամ ինչ չափով կփոխվի, բնականաբար ես վստահ եմ, որ ինչ որ չափով կփոխվի, որովհետեւ դա
մաքուր ժողովրդավարական ձևով է տեղ ունենում, ինչպես նախորդի։ Ես ունեմ նշել, որ նախորդ անգամ կեղծիքներ տեղի չեն ունեցել, տեղի է ունեցել վերահաշվարկ, որի արդյունքում այո, փոփոխություններ տեղի են ունեցել։ Սա նշանակում է, որ այնուամենայնիվ ընտրողների կամքը 100%-ով արտահայտվել է, այսինքն այդպես կլիներ, եթե վերահաշվարկ տեղի չունենար եւ վերահաշվարկի, այդպես ասենք, ոչ մի բան չի եղել, եթե վերահաշվարկ եղել եւ վերահաշվարկի արդյունքում այդ թվում վարչությունում վարչության ընտրված եւ չընտրված կազմում փոփոխություններ տեղ ունեցել եւ ձայների փոփոխություններ տեղ ունեցել, դա նորմալ է եւ օրինակ ուզում եմ հիշեցնել, որ իմ ձայները օրինակ վերահաշվարկի արդյունքում ավելացել են, բայց ես չեմ համարում, որ այդ իմ ձայները գողացվել են, կներեք։ Ես այդպես չեմ համարում, որովհետեւ գիտեք 600 ձայնի մեջ օրինակ եթե 10 ձայն ավելանում է կամ 10 ձայն պակասում է, դա իհարկե շատ վատ է, չէ։ Դա իհարկե շատ վատ է, որովհետեւ դա նշանակում է, որ հանձնաժողովում որոշակի, այսպես ասած, հոգնածության կամ շտապողականության հետևանքով ինչ որ ձայներ լավ չեն հաշվարկել, բայց դրա հետևությունը մենք արել ենք։ Դրա հետևությունը կներեք, մենք արել ենք եւ հիմա ավելի շատ հանձնաժողովներ ենք ունենալու, ավելի շատ ժամանակ ենք տրամադրելու, ժամկետային սահմանափակում չեն ունենալու, այսինքն եւ իհարկե տեսախցիկների առաջ հանգիստ ինչքան պետք է թող հաշվեն, որովհետեւ շատ կարևոր է որ մեկ ձայնը, որովհետեւ մենք տեսանք, որ մեր ընտրությունները մի կարծեմ 2 ձայնը որոշիչ նշան է։ Մենք ունենք վարչության անդամ, որ 2 ձայն, այսինքն տեխնացու ունենք, որ մի 2-3 ձայն, եթե ավել հավաքեր, կընտրվեր, բայց չի ընտրվել։ Ամեն երկու հարց մեկը վերաբերում է նույնիսկ վարչությանը, նկատելի է, որ վերջին նիստերին Տիգրան Ավենյանը Երևանի քաղաքապետ չի մասնակցում, ինչ խնդիր կա, ինչով է պայմանավորված եւ ընդհանուր հատ թիմներ կա արդյոք նրա եւ քիչ խնդիր մեկուսացված է արդյոք եւ երկրորդ հարցը վերաբերում է տեսեք իշխանությունը անդադար խոսում է որ ատելության խոսք չպետք է գեներացվի եւ այլն բայց մենք այս օրերին տեսնում ենք ինչպես Հայաստանի վարչապետի տիկինը տարբեր բնորոշումներով խոսում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մասին չմեջբերեմ ենթադրում եմ դուք տեսած տեսեք ես պատասխանեմ առաջին հարցում բացարձակ որևէ խնդիր չկա եւ կարծում եմ վարչության նիստերին չմասնակցությունը պարոն Ավենյանը ավելի ճիշտ կմեկնաբանի, բայց իմ տպավորությամբ եւ ես ունեմ վստահություն, որ դա բացարձակապես իր աշխատանքային պետական համայնքային աշխատանքային ծանրաբեռնվածությամբ է բացատրվում, որևէ կուսակցական խնդիր չկա։ Սա մեկ, երկրորդը ես երկրորդ դեպքը շատ չեմ մեկնաբանի, բայց ես կասեմ, որ հասուն տղամարդիկ, որոնք տարիներ շարունակ կնոջը վիրավորել են, թիրախավորել են, հայ կնոջը վիրավորել են, թիրախավորել են, ես շատ զարմացած եմ, որ այդ իրեն տղամարդ համարող մարդը կարա վիրավորվի մի իրավիճակից, երբ որ իրեն պարզապես պատասխանել են իր բառերի կեսի չափով։ Ես փոխանակ ամոթ ամաչեն, իրենց տղամարդ համարող այդ մարդիկ, երբ որ կնոջը նստած վիրավորում են գրառումներով եւ այլն, մի հատ էլ բան է, ձեր մոտ զարմանք առաջանում։ Ես կարծում եմ, որ ձեր մոտ 5 տարի առաջ, 6 տարի առաջ, 4 տարի առաջ, 3 տարի առաջ, 2 տարի առաջ, որ զարմանք առաջանար ու այդ մարդկանց ասեիք, ամոթ չես ամաչում, քեզ տղամարդ ես համարում, բայց նստած կնոջից բամբասում ես ու կնոջը վիրավորում ես։ Երեխաների մորը վիրավորում ես։ Այդ հարցը չէր առաջանա։ Ես այսքանը կասեմ ու վերջ։ Ես այսքանը։ Այլ ներողություն եմ խնդրում, այլ հարցեր կան, այլ հարցեր տվեք։ Տեղեկություն չունեմ դրա հետ կապված։ Ես գիտեմ, որ կար պրոբլեմ բանի հետ կապված, Ռուսալի հետ կապված, Ռուսալի ներկայացուցիչները իմ եւ փոխվարչապետ Դավիթաշվիլիի հետ հանդիպել են, ես հենց այդտեղ հանդիպում կազմակերպեցի եւ պարոն Դավիթաշվիլին Վրաստանի փոխվարչապետը խոստացավ լուծել այդ հարցը եւ դրանից հետո Ռուսալի ներկայացուցիչները մեզ չեն բողոքել որևէ հարցի հետ կապված եւ ես ենթադրում եմ, որ լուծված է հարցը։ Բայց դա սեպտեմբեր ամսից է գործել, բայց մինչև սեպտեմբերը 3 ամիս
կա։ Այդ ընթացքում եւ քանի որ չի լուծվել դեռևս նրանց խնդիրը արտահանման հետ կապված, այսինքն 3 ամիս այդ մարդիկ ինչ պիտի անեն եւ դա որքանով է կոմպենսացնելու նրանց հասցված վնասը։ Հարգելի գործընկերներ, մեր աջակցության ծրագիրը լինելու է մեր բիզնեսների մրցունակության պահպանման եւ խաղողի անխոչնդոտ եւ անխափան մթերումների մասին։ Այսինքն այն ընկերությունները, որոնք որ կիրականացնեն խաղողի անխոչնդոտ մթերում, նրանք կստանան որոշակի աջակցություն եւ սրանով նաեւ մենք մեր ոլորտին կաջակցենք։ Ավելի մանրամասն ես հիմա չեմ պատրաստվում ասել եւ չեմ էլ կարող ասել, որովհետեւ մեխանիզմների, ձևի եւ այլնի վերաբերյալ մենք քննարկումներ դեռ ունենանք ոլորտի հետ։ Պարոն Պապայան,